Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է։ Իր լավատեսությունը Միացյալ Նահանգների նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին։ Թեման շարունակենք Արտյոմ Մերկանյանի հետ։ Արտյոմ, իսկ իրանական կողմից կան հավաստիացումներ, որ մոտ է պայմանագրի ստորագրումը։ Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունը իսկապես անսպասելի էր Քաթարում Քաթարացի եւ ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ասել էր, որ Իրանը միջուկային գործարքի կնքման շեմին է եւ որ սկզբունքորեն ինչ որ իմաստով, հենց այդպես է նա ասել, ինչ որ իմաստով համաձայնվել է այդ գործարքի կնքմանը։ Պարզաբանել է, որ Իրանը հնարավորություն չի ունենա միջուկային զենք ստեղծելու, բայց դա իրան չի խանգարի մնալ մեծ գերտերություն։ Տեղեկությունները անուղղակիորեն հաստատել են նաև Թեհրանում Իրանի նախագահի խորհրդական Ալի Շահմանին NBC ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, եթե պահանջները լինեն արդար։ Պարզաբանել է, որ Թեհրանում համաձայն են չստեղծել միջուկային զենք, ոչնչացնել գերհագեցած ուրանի բոլոր ծավալները, որից հնարավոր է ստեղծել միջուկային զենք, բայց կշարունակեն հարստացնել ուրանը մինչև այն աստիճան, որը անհրաժեշտ է այն խաղաղ նպատակներով օգտագործելու համար, սակայն միջազգային դիտորդների վերահսկողությամբ։ Եվ դրա դիմաց ակնկալում են, որ Միացյալ Նահանգները, եվրոպական պետությունները կհանեն ցանկացած տեսակի պատժամիջոցները եւ այլևս չեն խոչընդոտի իրանական նավթի վաճառքին միջազգային շուկաներում։ Նաև Իրանը առաջարկում է միջազգային կոնսորցիում ստեղծել արաբական երկրների եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որը կվերահսկի Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը։ Ի տարբերություն 2015 թվականի գործարքի, որը ժամանակավոր էր, այսինքն 15 տարով էր նախատեսված, այս գործարքը ենթադրվում է, որ կլինի անժամկետ, եւ գլխավոր առանձնահատկությունը այն է, որ իրանացիները այս անգամ համաձայնվում են, որ միջազգային փորձագետների վերահսկողությամբ կատարվի այս ամենը։ Եթե հաջողվի գործարքի գալ, ապա անմիջապես Միացյալ Նահանգները եվրոպական պետությունները կհանեն ցանկացած տեսակի արգելքը իրանական նավթը վաճառելու, այն 7 միլիարդ դոլարը, որը սառեցված է իրանական փողերից Եվրոպայում եւ Ամերիկայում, կվերադառնա Իրան, պատժամիջոցները կհանվեն այն 17 իրանական բանկերից եւ հարյուրավոր իրանական ընկերություններից, որոնք այժմ չեն կարողանում զարգանալ այդ պատժամիջոցների պատճառով։ Եվ առայժմ հարցական է իրանական պահանջի կատարումը այն մասին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է հանվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Ահա այս հարցում, ոնց հասկանում եմ, դեռ չլուծված հարցեր կան։ Եվ եթե այդ հարցն էլ լուծվի, կարող ենք ասել, որ պայմանագրի ստորագրումը, չգիտեմ, շաբաթների կամ օրերի հարց է։ Դժվար է ասել, իրավիճակը շատ արագ եւ կտրուկ է փոխվում, ընդամենը 2 շաբաթ առաջ այսպես կտրուկ լարվածություն առաջացավ։ Միացյալ Նահանգները հրաժարվեցին Իրանի հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելուց։ Դոնալդ Թրամփը չափազանց կոշտ հայտարարություն արեց, ոչ միայն սպառնալով նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, այլ նաև սպառնած պատժամիջոցներով բոլոր այն երկրներին, որոնք Իրանից նավթ եւ քիմիական ուրեմն արտադրության արդյունաբերության նյութեր կգնեն, ինչ անուղղակիորեն կարող էր ազդել նաև Հայաստանի վրա։ Եվ անգամ այսօր խոստովանել է Դոնալդ Թրամփը, որ պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալել եւ ինչպես ինքն էր ասել, ջախջախիչ հարված հասցնել։ Եվ դա չի կատարել միայն Քաթարի շեյխի խնդրանքով, որը համոզեց եւս մեկ փորձ ձեռնարկել Իրանի հետ պես բանակցությունների սեղանում լուծում գտնելու։ Հավանաբար այդ լուծումը գտնվել է, ամենայն դեպս վերջին հայտարարություններից այդպիսի տպավորություն է ստեղծվում, քանի որ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը նույնպես ասել է, որ բանակցությունների վերջին փուլը լավատեսություն է ներշնչում։
Եվ այդ ֆոնի վրա նաև նկատվում է, թե ինչպես են վերջին 2 շաբաթվա ընթացքում, այսպես սառնություն է մտնում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև հարաբերություններում, ինչը եւս վկայում է այն մասին, որ Իրանի եւ Թեհրանի եւ Միացյալ Նահանգների միջև իսկապես կարող է ինչ-որ բեկումնային process նշմարվել։ Արդյոք իսկ այդ լավատեսությունը երևի նաև մեզ համար է։ Դե միանշանակ, եթե այդ լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև նվազի, մենք շատ ավելի այսպես հեշտ կկարողանանք կատարել եւ մեր տնտեսական զարգացնել համագործակցությունը Իրանի հետ եւ քաղաքական երկխոսությունը, քանի որ մեր նպատակն է եւ Արևմուտքի եւ Իրանի հետ հարաբերություններ զարգացնել։ Այստեղ տնտեսական ռիսկեր կային, քանի որ բնական է ներդրողները այսպես զգուշավոր էին հայ-իրանական նախագծերի մեջ ներդրումներ կատարում, քանի որ չգիտեին, թե ինչ զարգացումներ կարող է դա ունենալ։ Այժմ այդ ինվեստիցիոն ծրագրերը կարող են նոր հեռանկարներ ունենալ։ Բազմաթիվ իրանական ընկերություններ, որոնք աշխատում են Հայաստանում, դուրս կգան պատժամիջոցներից, ավելնորդ այսպես գումարներ կունենան իրենց ծավալուն պրոյեկտները ընդլայնելու համար։ Հայաստանում ֆինանսական բազմաթիվ իրանական ընկերություններ են տուժել ժամանակին պատժամիջոցներից, նույն այդ Մելատ բանկը։ Դե բացի այդ էլ ամենակարևորը քաղաքական հետևանքները, եթե նվազի պատերազմի վտանգը, կնվազի նաև Ադրբեջանի քաղաքական աշխարհաքաղաքական ծավալը Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Երուսաղեմի աչքերում, իսկ դա իսկապես կարող է շոշափելի ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական process-ների վրա մեր ողջ տարածաշրջանում։ Եվ պատահական չէ, կարծում եմ, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն, ով պատրաստվում էր 5-օրյա այցով Բաքու մեկնել, վերջին օրը չեղարկեց իր այցը։ Հավանաբար դա էլ ինչ-որ կապ ունի այդ Իրանի եւ Միացյալ Նահանգների այդ նշմարվող գործարքի հետ։ Շնորհակալություն, Արտյոմ։